Դերասանուհի Մագա Հարությունյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, վերջինս պարբերաբար հրապարակումների տեսքով է հանդես գալիս, ցույց տալիս, թե ինչպես է անցկացնում իր առօրյան, ինչպես է արթնանում և ինչպես է պատրաստվում քնելու։ Դերասանուհին շատ հաճախ հրապարակումներ է անում նաև իր ամուսնու Սուրեն Փահլևանյանի ընտանիքի անդամների մասնակցությամբ։ Հերթական հրապարակումը ևս այդպիսին է։ Մագա Հարությունյանը հրապարակումով է հանդես եկել, որտեղ ցույց է տալիս իր ամուսնու քույրիկներին, ինչպես նաև շնորհավորում է նրանցից մեկի ծննդյան տարեդարձը։ Նշենք նաև, որ դերասանուհին իր հրապարակման մեջ նաև անկեղծանում է, նշելով, թե ով է իր սիրելի տալը։ Սա իմ գեղեցկուհի տալն է։ Հիմա վառում է։ Այս ոչ պակաս գեղեցկուհին էլ է իմ տալը եւ այսօր նրա ծնունդն է։ 42 ամյակը։ 24 ամյակն է։ Այսօր մյուս տալիս վերխն է։ Շատ զարգացած ուղղակի մյուս տալս չի սիրում ստորիներով Երևան։ Այո։ Եր զարգացած։ Շնորհավոր ծնունդ գեղեցկուհի։ Բայց իմ ամենասիրած տալը ինքն է։ Կերակ սաղը։ Հերթական հրապարակումը Մագա Հարությունյանն արել է իր սկեսուր մայրիկի ձայնի ուղեկցությամբ։ Նա հարցեր է հնչեցնում սկեսուր մայրիկին, ով ինչ-որ չափով ամաչում է պատասխանել, սակայն չի երկմտում և պատասխանում է հարսիկին, նշելով, որ նրան անպիտ չափ է սիրում։ Իր խոսքի վերջում Մագա Հարությունյանի սկեսուրը նշում է, որ վաղվանից բոլոր թերթերը կգրեն այս մասին, դե իսկ Սուրեն Արուստամյանն էլ փորձում է կադրում փակել կնոջ գեղեցիկ կրծքերը։ Հենց նկարեցի լրացիր։ Չեմ խոսալ այդ։ Ինչի՞, չես ուզում սփոյլ անես։ Չէ, ես մամայս եմ պատմում, հետևորդներին հեռուստադիտողին չեմ պատմում, Դե լավ, իսկ ես իմ հեռուստադիտողին ուզում եմ պատմել, որ մենք վերջացրեցինք մեր խնձրույքը, ագանյոկը եւ հիմա ես ռեյտինգի պակաս ունեմ։ Սենց ավելի կհինի ռեյտինգը 10-ից մատանիորս։ Հասկացա։ Լավ, մեր խնջույքը ագանյոկը վերջացրեցինք, հիմա ոնց որ ասած եկել ենք Իսուրից տուն, ընտիր հացը կերանք, սուրոնել, մատ լսեք էլի, փոխանակ վաղը տոմս առնի իր մամային տանի կինոն նայելու, դրես սաղ ծեր պատմում է։ Իմ մամաս սիրում է իմ պատմած կինոն։ Մի հետևեք Սուրենի օրինակին եւ վաղը գնացեք Full House-ը դիտելու։ Ես ասեմ ժողովուրդ ջան, վաղը մյուս օրը տոմս չկա։ Սաղ առել ես։ Հա, առաջիկա նայեք որտեղ ազատ տոմս կա, առեք գնացեք նայեք։ Հա, դե լավ, այդ որ Վերջը ցույց տվեց։ Դες դու ես խանդում։ Հələ չի անջատը սա վիդեո։ Կես դրանցից չի։ Սա չի անջատը վիդեոն դե։ Աշխարհում ինձ ամենաշատը իմ կիսուրն է խանդում։ Արի, դու բարի։ Մեր նորահարսիկ, ինձ շատ է սիրում կիսուր մայրիկ։ Այո։ Ինչքան շատ։ Հարգում սիրում տեղ ենք տալի։ Դու մի խոսա, մենք քո սիրելը գիտենք։ Ինչքան շատ ես։ Դոկումենտ է։ Սա դոկումենտալ ֆիլմ է իմ մասին։ Ինչքան շատ ես սիրում։ Ամպիչ։ Լավ։ Նախորդ հակոստից դա մնացիական ջողներ։ Всё, վաղվանից թերթերը Երեք հայկական շոու բիզնեսում իսկական տոն ու ուրախություններ ամուսնանում էր դերասան Ազատ Անիբարյանը։ Վերջինս հայտնի է Սվայցբով կառախ Արցախի ՈՒՀ թիմից։ Նրա սիրելին Էլենը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ ներկային այս ուրախ իրադարձությանը։ Երեկոյի ընթացքում յուրօրինակ պարով է հանդես եկել նոր ամուսնական սույգը։ Բացի այդ, բավականին յուրօրինակ և չկրկնվող հարսի պարով է հանդես եկել Ազատի կինը Էլենը։ Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից Մագա Հարությունյանը, Սուրեն Փահլևանյանը, Արամ Մելիքյանն իր ողջ ընտանիքով, բլոգերներից Նինա Տիտանյանը, Աստվածուհին և մի շարք այլ հայտնիներ ներկա էին։ Նրանք մի լավ ուրախացել են պարել և իրենց գեղեցիկ օրվա կադրերով կիսվել ինստագրամյան հարթակում։ Ինչպես ավելի վաղ նշեցինք, Ազատը հայտնի է Սվայցբով կառախ Արցախի թիմից։ Թիմը ստեղծվել է 2014 թվականին
2015 թվականին խաղացել են Ստավրոպոլի Կովկաս լիգայում, որտեղ 2 խաղ անընդմեջ թիմի ավագ Տիգրան Գալստյանը ճանաչվել է խաղի լավագույն տղամարդ դերասան։ 2016-ից Կրասնոդարի կենտրոնական լիգայում են խաղացել, 2 դեպքում էլ հասել են եզրափակիչ։ Սկզբում թիմը բաղկացած է եղել միայն արցախցի տղաներից, սակայն հետո նրանք հասկացել են, որ թիմին համալրում է անհրաժեշտ։ 2016-ին համալրեցին թիմը Վահեն ու Ազատը Հայաստանից։ Նշենք նաև, որ թիմում տղաները բավականին մտերիմ են։ Նրանք հումորով, կյանքով լեցուն, սրամիտ ու անկաշկանդ են։ Նշենք, որ ավելի վաղ Ազատը խոսելով հումորի մասին ասել էր. «Չլիներ հումորը, ապա նորմալ գործ կունենայինք, ամեն կատակի մեջ կա ճշմարտություն»։ Ճիշտ է, կգոռար Նազանի Հովհաննիսյանը ամենախելացին հաղորդաշրջանակներում։ Հումորը մեռնում է, երբ տարիքն արդեն այն չի լինում, Հայաստանում էլ նորմալ բուժում չկա։ Ինչ լինում է, թող հրաժեշտին լինի, ծիծաղում է նա, Վաստակը։ Հավելենք նաև, որ առանձնացրել ենք 3 տեղի ունեցած շքեղ երեկոյից մի քանի կադրեր, ներկայացնում ենք դրանք ձեզ և միանում բոլոր շնորհավորանքներին, մաղթելով զույգին համատեղ երկար տարիների երջանիկ կյանք։ Եղով եկել ենք հարսանենք, շուտվանից սաղցեղով իր այդ չենք հարել։ Հələ ռազբոյնիկին նարեկան։ Լյուձիվ չորնմ։ Ուր աստելը։ Մենոց հացուտելու։ Մի տեսակ աստելը։ Սոված է։ Չի ուզում չէ գա։ Ուր։ Ստե չէ ուզում գա։ Մենք մեր շատ սիրելի Աֆինայում ենք։ Մեր շատ սիրելի ընկերների Ազատի ու Էլենի Լասայելենի շորին սիրում էր։ Հա, շոր։ Շոր։ Սա ցույց կտանք մեր հասիկին պես այն շատ սիրում։